Բարև ձեզ Տիկին Հակոբյան, Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել 2 ինքնաթիռ։ Ինչով են պայմանավորված այս մեծաթիվ արտաքսումները եւ ինչ տրամադրություն է տիրում Գերմանիայում գտնվող հայերի մոտ։ Բարև ձեզ Մանե, իրականում այո, կա նման բան, կա արտաքսում, բայց ես ձեզ կարող եմ մի բան ասել։ Շատ լուրեր, որ միայն հայերին են արտաքսում, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Տարբեր ազգությունների մարդկանց արտաքսում են, մեր շատ հարևանների, Մերձավոր Արևելքից եւ այլն, արտաքսում են երկրից, ինչու, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո միգրացիոն հոսքը սարսափելի շատացել է։ Գումարած, որ շատ տարբեր երկրներից գալիս են Գերմանիա բուժվելու, եւ եթե նախկինում Գերմանիան սրտաբաց ընդունում էր, բուժում էր, մինչեւ վերջին փուլը հասցնում էր եւ մարդկանց հետ էր ուղարկում իրենց հայրենիքան ապաստան էր տալիս, հիմա չեք պատկերացնի, թե ինչքան այդ հարցը բարդացել է, որովհետեւ միլիոնավոր միգրանտներ, որոնք բուժում են նաեւ ստանում, միայն հիվանդները չեն գալիս կամ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եվ ուղղակի Գերմանիան ի վիճակի չէ այդ բոլորի խնդիրները լուծել, բուժել եւ ետ ուղարկել, գումարած։ Շատ մի կարևոր բան կա, ում են հիմնականում արտաքսում, այն մարդկանց, ովքեր որևէ փորձ չեն անում ինտեգրվելու, լեզու սովորելու, աշխատանք գտնելու եւ ինչ որ ձևով փոխհատուցելու Գերմանիայի արածը կամ տվածը, դուք չեք պատկերացնի, շատ հաճախ ես բոլորի մասին չեմ խոսում իհարկե, կարծում եմ որ կան մարդիկ, ովքեր կփորձեն աշխատել, բայց շատ միգրանտներ, ովքեր գալիս են Գերմանիա, իրենց թվում է այստեղ պարզապես կարող են ապրել առանց աշխատելու եւ Գերմանիան պարտավոր է իրենց պահել։ Այդ հոգեբանությունը ես շատ մարդկանց մոտ եմ, միգրանտների մոտ եմ հանդիպել։ Իսկ այն մարդիկ, ովքեր բուժում են ստանում, որովհետեւ նշում էին, որ անգամ իրենց են հետ ուղարկում, ովքեր այս պահին բուժման փուլում են գտնվում։ Կա նման բան։ Այս քաղաքականությունը կամ այս մոտեցումը բավականին խստացրել են հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, որովհետև առանց այդ էլ բավականին շատ են բուժվողները։ Դա կա։ Ես չեմ կարող ասել, որ նման բան չկա եւ ստում եմ, որովհետեւ յուրաքանչյուր հիվանդի վրա դա 100,000-ավոր երբեմն նայած պայմանավորված հիվանդությամբ դա ծախս է, որը ի վիճակի չէ այս պայմաններում Գերմանիան կատարել։ Մի օրինակ ասեմ, այսպես ուկրաինացի ծանոթ կանանցից մեկը, որը սթրեսային իրավիճակներում շատ ծանր խնդիրներ ուներ, արդեն հոգեբանական եւ այլն, դիմել էր բժշկի եւ պատկերացրեք, նրան բժշկի հետ հանդիպում էին նշանակել 1 տարի հետո։ 1 տարի հետո, որովհետև ազատ տեղ չէր եղել։ Այստեղ դու կարող ես դա այդպես է։ Մենք միֆեր շատ ունենք Գերմանիայի մասին։ Դու կարող ես շատ վատ վիճակում լինել ֆիզիկական, նույնիսկ այստեղ ապրելով, բայց քեզ բժշկի հետ հանդիպում նշանակեն 5 ամիս հետո, 7 ամիս հետո, 3 ամիս հետո լավագույն դեպքում, որովհետև այնքան շատ են ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է։ Եվ եւս մի ցավալի դեպք, մեր հարևան ուկրաինացի կին, որը հիվանդ էր քաղցկեղով, այնքան ուշացրեցի նրա հետ ազոտումը, մինչև կինը վախճանվեց։ Դա անցյալ տարի էր, այսպիսին է վիճակը։ Այդտեղ գտնվող հայերը նաև դուք ինչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի ձեր կեցությունը ինչ-որ չափով օրինական դարձնեք եւ դուք էլ արտաքսման զոհ չդառնաք։ Երկիրը իրականում ամեն ինչ անում է, որ օտարերկրացին ինտեգրվի։ Մենք հաջողվել ենք բոլոր հնարավոր եւ անհնար կուրսերը լեզվի։ Հիմա ես սովորում եմ B2 մակարդակի համար։ Ես գիտեք ինչ, եթե մարդը օտարերկրացի ցանկանում է, երկիրը իրականում տալիս է բոլոր հնարավորությունները։ Ես չեմ հավատում, եթե ինչ-որ մեկը ուզում է աշխատել, սովորել, երկիրը մերժում է։ Ոչ։ Մեր նմանների վրա հազարավոր դոլարներ են ծախսում։ Լեզու սովորեցնելու, տարբեր նախագծերի մասնակից դարձնելու։ Մենք այդ բոլոր փուլերով անցել ենք։ Ասեմ ձեզ, վերջերս ես ավարտել եմ վերապատրաստում ակադեմիայում եւ այդ կրթության գումարը մեր հայաստանյան բուհերում 5 տարվա կրթության գումար էր, որը ինձ աշխատանքի տեղավորման գործակալությունը չխնայեց։ Դուք պատկերացնում եք, եւ եթե դու պատրաստ ես, երկիրը քեզ ընդառաջում է։ Մենք այդ բոլոր փուլերով անցել ենք։
Նաև կային քաղաքացիներ, որոնք փաստաբանի էին դիմել իրենց կեցությունը օրինական դարձնելու համար, սակայն ասում են փաստաբանը գումարը վերցրել էր եւ նրանց ամեն դեպքում արտաքսեցին։ Իսկ նման դեպքերի դուք ականատես լինում եք, շատ են այս դեպքերը գրանցվում։ Անկեղծ ինձ չեն հանդիպել։ Մեր փաստաբանը գերմանացի փաստաբան է, որը մեզ ամենասկզբից հուշեց, ասաց, եթե դուք ցանկանում եք մնալ երկրում, դուք պետք է անեք այս քայլերը։ Լեզու սովորեք, լրացուցիչ կրթություն ստանաք կամ վերապատրաստում անցնեք եւ աշխատեք։ Ես չգիտեմ, այդ կան այսպիսի խարդախ, ես լսել եմ, բայց անձամբ ինքս չեմ հանդիպել նման փաստաբանների, որ գումարը վերցնեն, ես չանեմ։ Գերմանացի փաստաբանները հիմնականում բավականին բարեխիղճ են։ Ես չգիտեմ ում են դիմել այդ մարդիկ։ Ես չեմ կարող ասել։ Ինձ չի հանդիպել նման որևէ դեպք։ Իսկ դեսպանատան հետ կապը կա, դեսպանատուն ինչ որ ձև իր Գերմանիայում գտնվող քաղաքացիների հետ, հայերի հետ կապ պահում է, թե ոչ։ Անձամբ մեզ հետ որևէ կապ չկա, անկեղծ ասած, բացարձակ որևէ կապ չկա։ Մենք ինչ որ երբեմն ինչ որ հայտարարություններ ենք ստանում մեր մեյլով, որը ես նույնիսկ չեմ էլ բացում, անկեղծ ասած, դա ինձ հետաքրքիր չի։ Ուղիղ կապի մեջ չեն մտել եւ ես չգիտեմ էլ ինչ են անում իրենք ընդհանրապես մեր նմանների հետ։ Մենք մեր հունով գնում ենք, մեր կապը այստեղի վարչական տարբեր կառույցների հետ է, որոնք պլանավորում են մեր գործունեությունը, տարբեր նախագծեր, միջոցառումներ, մենք Գերմանիայում գտնվող տարբեր կառույցների հետ ենք ավելի շատ աշխատում, որոնք նպաստում են մեր ինտեգրմանը։ Դեսպանատան հետ որևէ կապ չունենք։